2026 թվականի մայիսի լավագույն և վատագույն օրերը։ Ամսաթվերի ցանկ պլանավորումը հեշտացնելու համար։ Վերջում համառոտ նկարագրված է, թե ինչպես կփոխվի ընդհանուր աստղագիտական իրավիճակը 2026 թվականի մայիսին և մոլորակների շարժումները, որոնք կորոշեն դա։ Լավագույնն է չընտրել ամենավատ օրերն ու ժամերը կարևոր հարցերի համար։ Կլինեն բազմաթիվ խոչընդոտներ կամ ընդհանրապես ոչինչ չի պատահի։ 2026 թվականի մայիսի լավագույն օրերը 11, 12, 17, 20, 22, 2026 թվականի մայիսի ամենավատ օրերը 1, 6, 7, 14, 15, 19, 21, 28, 28, 2026 թվականի մայիսի տարբեր օրերը 2, 3, 4, 5, 8, 9, 10, 13, 16, 18, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31, Հակիրճ նկարագրություն այն մասին, թե ինչպես է փոխվում ընդհանուր աստղագիտական իրավիճակը 2026 թվականի մայիսին և ինչի հետ է դա կապված։ 2026 թվականի մայիսը կունենա բազմաթիվ բարենպաստ ասպեկտներ, քանի որ Սատուրն, Նեպտուն, Ուրան, Պլուտոն բիսեքստիլը դեռևս առկա է։ Այս ասպեկտների շնորհիվ անհույս իրավիճակները հազվադեպ են լինում, երբ ամեն ինչ պարզապես վատ է և լուծում չկա։ Սա տեղի չի ունենա 2026 թվականի մայիսին։ Ամսվա սկզբին Մարսի, Սատուրնի և Պլուտոնի հետ կապված կան բազմաթիվ բացասական ասպեկտներ։ Սրանք սովորաբար վկայում են ամենամեծ խնդիրների մասին։ Մարս-Սատուրն միացումը, սկավառակ, նշանակում է, որ այն նշանակող խնդիրներն արդեն տեղի են ունեցել, և դրանց հետևանքներն այժմ տեսանելի են։ Սակայն երբ Լուսինը բացասական ասպեկտներ է ստեղծում, այդ խնդիրները կարող են կրկին ի հայտ գալ։ Արեգակ Պլուտոն քառակուսին, սկավառակ, նույնն է։ Խնդիրներ արդեն տեղի են ունեցել, նոր բան չի լինի, բայց հետևանքները կհետևեն։ Լուսինը երբեմն կարող է պայմաններ ստեղծել խնդիրների վերադարձի համար, բայց միայն կարճ ժամանակով, 1-2 օր, որից հետո ամեն ինչ կրկին կշարժվի դեպի լուծում։ Մարս-Յուպիտեր քառակուսին, սկավառակ, որը լավ չէ, նշանակում է ապագայում խնդիրներ։ Այս ասպեկտը խնդիրներ է առաջացնում ագրեսիայի, հավակնությունների և ավելորդ էներգիայի պատճառով, որը մարդը չգիտի, թե ինչպես իմաստուն կերպով օգտագործել։ Թվում է, թե դուք ուզում եք ինչ-որ լավ բան անել, բայց ստացվում է ինչպես միշտ։ Իրավիճակը անհույս չէ։ Մարսը սեքստիլո է անում Վեներայի հետ, իսկ Յուպիտերը Արեգակի հետ, ինչը նշանակում է, որ հնարավորություն կա լուծել խնդիրներ և ծախսել ձեր էներգիան դրական և օգտակար բանի վրա։ Կարիերա, սեր, եկամուտ, ստեղծագործականություն։ Մնացածը կախված է մեզանից։ Ոմանք կհաջողեն, ոմանք ոչ։ Մերկուրի Պլուտոն քառակուսի / տեղեկատվական խնդիրներ։ Մեր քաղաքում անցյալ տարի այս տարանցման ընթացքում փորձնականորեն սկսեցին անջատել ինտերնետը, և այն անընդհատ հետընթաց էր։ Մերկուրի Պլուտոն պլյուս Մերկուրի հակադրության ընթացքում։ Քանի որ երկրում դեռևս շարունակվում են սրա պատճառ հանդիսացող գործընթացները, կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մեկը կրկին կտուժի այս քառակուսու պատճառով, և ոմանք կունենան այլ խնդիրներ, կապված տեղեկատվության, փողի, եկամտի և կրթության հետ։ Սա այն հանգամանքների ճնշումն է, որից մենք բոլորս կախված ենք, բայց որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Մերկուրին բարենպաստ կողմեր չունի։ Այս իրավիճակը անհույս կլինի, հազվադեպ է լուծում առաջարկում։ Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածն ավելի խառ է, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա կոնկրետ իրավիճակը։ Խառը ամիս է ոչ թե այն պատճառով, որ քիչ կամ աննշան լարված ասպեկտներ կան, այլ որովհետև դրանցում շատ ներդաշնակ ասպեկտներ կան, որոնք օգնում են լուծել այս խնդրահարույց իրավիճակները։ Հետևաբար, ոմանց համար այս ժամանակահատվածը ավելի լավ կլինի, իսկ մյուսների համար ավելի վատ։ Բոլորը տարբեր են։ Այս ամենի պատճառով 2026 թվականի մայիսը խառը ամիս ստացվեց։
Մարս-Պլուտոն քառակուսու եւ այլ մոլորակների, Մարսի, Պլուտոնի եւ Սատուրնի հետ քառակուսու պատճառով կանխատեսվում էր, որ իրավիճակը վատ ամիս կլինի, բայց պարզվեց, որ դա մի փոքր պակաս է։ Երբեմն լուսինը բարենպաստ ասպեկտներում է, երբեմն ԼԲԿ-ն օրեր շարունակ անընդհատ շարժման մեջ է, իսկ երբեմն ինչ-որ այլ բան։ Բայց այն նաև լավ ամիս չէր, թե ԼԲԿ-ի, թե այս լարված ասպեկտների պատճառով։ Պարզվում է, որ 2026 թվականի մայիսը բոլորի համար տարբեր կլինի, եւ լավ, եւ վատ։ Բայց խնդիրները լուծելի են, կամ կարճատև։ Եվ լավ բաները նույնպես երկար չեն տևում, ուստի ով օգտվի դրանցից բախտավոր կլինի, իսկ մնացածը կմնա նույն հին պատմության հետ։ Ընդհանուր առմամբ, ասպեկտների այս համադրությունը նորմալ է։ Այդպես է լինում գրեթե բոլոր նորմալ ամիսներին։ Այս լավ շրջանները հազվադեպ են լինում, բայց դրանց ընթացքում ծուլությունն ու անտարբերությունը սրվում են, ուստի քիչ բան է պատահում։ Բայց հենց այսպիսի ամիսներին է, որ թափ է լինում եւ հնարավորություններ են ի հայտ գալիս, եւ այդ դեպքում ամեն ինչ կախված է ձեզանից։ Տիեզերական ջեքփոթ 2026 թվականը կլինի հաջողության անխափան հոսք այս 4 կենդանակերպի նշանների համար։ Ցուլ, ադամանդները կթափվեն երկնքից եւ հաջողությունը կընկնի ձեր ոտքերի տակից։ Սիրելի ցուլ, պատրաստվեք զարմանալու։ 2026 թվականը կլինի այն ժամանակը, երբ նույնիսկ ամենահամեստ քայլը առաջ կբերի հսկայական արդյունքներ։ Դուք միշտ հայտնի եք եղել ձեր բույնը համբերատար կառուցելու ունակությամբ, բայց այս անգամ շինարարությունը կընթանա ժամացույցի պես։ Ֆինանսական հեքիաթ, որն իրականություն է դարձել։ Փողը այլևս մշտական գլխացավանք չի լինի։ Ընդհակառակը, այն կսկսի գտնել ձեզ։ Հին պարտքը անսպասելիորեն հեշտությամբ կմարվի, շահավետ առաջարկը կգա անսպասելի աղբյուրից եւ հոբին հանկարծ կսկսի իրական եկամուտ բերել։ Ծնված մատերիալիստներ, դուք վերջապես կզգաք, որ ձեր ոտքերի տակ հողը ոչ միայն ամուր է, այլև ոսկե։ Սեր առանց խաղերի եւ դիմակների։ Օրհնություններ կգան նաեւ ձեր անձնական կյանքում։ Միայնակ ցուլերը կհանդիպեն մի մարդու, որի հետ դուք պետք չէ ձևացնեք։ Ջերմ երեկոներ, երկար զրույցներ եւ լիակատար վստահության զգացում։ Ահա թե ինչ կբերի 2026 թվականի գարունը։ Եվ նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, երկրորդ շունչ կզգան իրենց հարաբերություններում։ Համատեղ ուղևորությունները եւ առօրյա մանրուքները հանկարծ կդառնան ուրախության աղբյուր, այլ ոչ թե առօրյա։ Աստղերի խորհուրդ. մի վախեցեք օգնություն խնդրել։ Ձեր համառությունը ուժ է, բայց երբեմն այն նաեւ խանգարում է ձեզ ընդունել ուրիշների աջակցությունը։ 2026 թվականին տիեզերքը դիտավորյալ ձեզ կներկայացնի իրավիճակներ, որտեղ դուք կարող եք առանց ամաչելու ասել օգնություն, եւ սա կհանգեցնի առաջընթացի։ Հավատացեք ինձ, ոչ ոք ձեզ թույլ չի համարի։ Ընդհակառակը, ձեր շրջապատողները կգնահատեն ձեր իմաստությունը։ Երկրորդ, առյուծ։ Ժամանակն է այնքան պայծառ փայլել, որ կուրանաք ձեր սեփական լույսով։ Սիրելի առյուծներ, ձեր ժամանակը եկել է։ Եթե երբևէ շշնջացել եք, ինչու ոչ ես, ապա 2026 թվականին դուք կբացականչեք, վերջապես ես։ Սա կլինի այն տարին, երբ ձեր բնածին խարիզման, առատազեռնությունը եւ ուրիշներին ոգեշնչելու ունակությունը կբարձրանան, եւ առանց որևէ կեղծ նոտայի։ Կարիերայի վերելք առանց գերհոգնածության։ Դուք սովոր եք ձեր ամբողջ ուժը տալ, բայց երբեմն հոգնում եք։ Այս տարի աշխատանք այլևս տանջալի մրցավարկ չի լինի։ Փոխարենը ձեր ստանձնած յուրաքանչյուր նախագիծ կբերի հաճույք եւ արագ արդյունքներ։ Գործընկերները ձեզ կգրավեն ինչպես մագնիսը, եւ ձեր ղեկավարները կսկսեն ձեզ տեսնել ոչ միայն որպես կատարող, այլև որպես իսկական աստղ։ Առաջխաղացումները, պատիվը եւ հարգացումը այս ամենը կգա հեշտությամբ, գրեթե առանց ջանքերի։ Ստեղծագործություն լիարժեք լողում։ Եթե դուք ձեզ համարում եք ոչ ստեղծագործ մարդ, 2026 թվականը կարթնացնի ձեր մեջի նկարիչի։ Ուզում եք սկսել ճանապարհային բլոգ, գրել գիրք, կզբաղվեք խաչազերխասեքնով։ Ցանկացած գաղափար, անգամ ամենախենթը, դատապարտված է հաջողության։ Հիմնականը ձեր ոգեշնչումներին հետևելն է։ Ձեզ հետ տետր կրեք կամ գրառումներ կատարեք ձեր հեռախոսում։ Աստղերը ձեզ կշշնջեն հիանալի մտքեր անմիջապես ձեր առավոտյան սուրճի ժամանակ։ Զգուշացում, հնարավոր չափազանց ուշադրություն։
Միակ խնդիրը, որի հետ դուք կբախվեք, երկրպագուների եւ ընկերների առատությունն է։ Բոլորը կցանկանան լինել հաջողակ եւ հանգիստ առյուծի կողքին։ Մի կորցրեք ձեր գլուխը, բայց մի փակեք նաեւ ձեր սիրտը։ Հիշեք, իսկական հերչանկությունը ձեր լույսը կիսելում է, առանց ձեզ ուժասպատել։ Ձեր առաջնահերթությունները սահմանեք նրբով, բայց հաստատաման։ Կարիճ, գաղտնի ուժը վերածվում է ակնահիտ մագիայի։ Ահ, կարիճներ, ամենախորհրդավոր եւ ամենախորը։ Ձեզ հազվադեպ են փչացնում հեշտ հաղթանակները, բայց երբ բախտը հարվածում է, այն իր ճանապարհին ամեն ինչ սրխում է։ 2026 թվականը հենց դա է։ Դուք կդադարեք խաղալ մութ դարի դերում եւ վերջապես կմտնեք լույսի մեջ, լիով զինված։ Հին վախերը կանհետանան, նոր հորիզոններ կբացվեն։ Դուք ամբողջ կյանք անցկացրել եք ներքին էներգիա կուտակելու, կորուստներ կրելու եւ ձեր սխալները վերլուծելու վրա։ Հիմա ժամանակ է քաղել պտուղները։ Իրավիճակներ, որոնք մի ժամանակ ձեզ դողնացնում էին, հանրային ելույթներ, խոշոր գնումներ, կարևոր որոշումներ, հանկարծ կդառնան պարզ եւ անգամ հաճելի։ Դուք կհայտնաբերեք գոյության զարմանալի թեթևություն։ Ասես տասնամյակներ շարունակ կրած ծանր մեջքերը պայուսակը վերացել է ձեր ուսերից։ Ձկներ, երազանքը դառնում են նոր կյանքի տոմսեր։ Նուրբ, երազանող, հավերժանող ամբերի մեջ 2026 թվականին ձեր ամբերը կվերածվեն փափուկ բազմոցների, որոնցով դուք հարմարևետ կտրչեք դեպի ձեր նվիրադրան նպատակները։ Այո, ձկներ, այս անգամ տիեզերքը որոշել է։ Բավական է ձեր ոսկեհեռությունը։ Ժամանակ է վայելել փառքի եւ բարղեմության ճառագայթները։ Գաղափարները կիրականանան մի քանի օրերում։ Այս տարվա զարմանալի առանձնահատկություն ձեզ համար է։ Այն ինչի մասին մտածել եք առավոտյան, կարող է իրականանալ երեկոյան։ Չեք հավատում։ Փորձեք։ Պահեք մի փոքրիկ ցանկություն, օրինակ տեսնել գեղեցիկ մայրամուտ կամ ստանալ հաճելի զանգ, եւ այն կիրականանա։ Այս վարժությունը ցույց կտա ձեզ, թե ինչքան հզոր է ձեր էներգիան։ Ամռանը կսովորեք վերահսկել այս ուժը եւ կկարողանաք ավելի լրջագույն ցանկություններ անել։